Կիսական եկեղեցիներ, որոնք անհնամ են եւ եկեղեցականներ օրինակ չեն գալիս, չեն հետեւում եւ որևէ ստիճ չեն աջակցում դա վերակառուցել։ Միանշանական, բայց այսօր ԿԳՄՍ-ի կոմիտեի կանցնող ծրագրերով մենք բազմաթիվ եկեղեցիներ ունենք, որոնք վերականգնվում են։ Ես նկատի ունեմ եկեղեցուց որևէ աջակցություն լինում է դա է։ Այսինքն ինչ առումով աջակցություն։ Եկեղեցականները գալիս են, հետաքրքրվում են, որևէ անգամ մտահոգվել են այդքան։ Ես ամենայն դեպս վերջի շրջանում առնչություն չունեմ եկեղեցական։ Տավուշի մարզում տեսել եք եկեղեցիներ, որոնք ըստ Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ հիշեցնում են չուլանների, ասենք օրինակ 5 օրշի կրավատ բաներ, էլ այդպես բաներ։ Միանշանակ, եթե եկեղեցի սպասավոր չունի, որ եկեղեցում տեսել նման դեպքեր։ չեմ ժողովուրդ ջան, ձեր սադրիչ հարցերով ասենք ինչ եք ուզում անել։ Հիմա որ դուք ասում եք Չեմ պատասխանում այդ հարցին։ որտեղ եք Այլ հարցեր, այլ հարցեր։ Մարդիկ պիտի համոզվեն ձեր խոսքի վրա։ Վերջացրեցիք։ Չէ, չպատասխանեց։ Ես ասած չեմ պատասխանում այդ հարցին։ Չեք տեսել, թե տեսել եք։ Տեսել եք։ Բա ասեք, որտեղ եք Պարոն Ղարոմյան, ներողություն, տեսել եք, չեք ասում։ Կառավարության վերջին նիստում խոսում էր, որ Տավուշի մարզի Իջևան թե Դիլիջան քաղաքում մանկապարտեզը, որ սեփականաշնորհվել է նախկին արտգործնախարարի Չի սեփականաշնորհվել, անհատույց տրամադրվել է։ Անհատույց տրամադրվել է, չի սեփականաշնորհվել։ Ինչ նպատակով։ Չեմ կարող ասել, ինչ որ բարեգործական ծրագիր ա եղել, որի շրջանակներում տրամադրվել է, որի պատճառով այդ մանկապարտեզի տարածքը ամբողջությամբ մանկագործության համատանել վերջին 15 տարում։ Մեծ տարածք է, հա, ինչ շինություն է։ Ես սխալվում եմ երևի քառակուսին ասեմ, բայց Դիլիջան մեջ թե Իջևանը։ Դիլիջան քաղաքում էր հենց։ Եվ գնեք, որ դուք ասեցիք, այո, տեսել եք, հա, եկեղեցիներում մահճակալ եւ այլն, դա որ եկեղեցում եք տեսել, որ Ամենայն դեպս ես ասացի չեմ պատասխանում այդ հարցին, նույն հարցը դուք կրկնում եք, ասենք իմաստը տրամաբանություն։ Չեք հավատում, մի հավատացեք, դա ձեր իրավունքն է։ Կարող եք օրինակ լրագրողների համար կազմակերպել ուղեկցել Ես իմ ասելիքը այդ մասով ասեցի։ Հա, կարող եք լրագրողներին ուղեկցել, ֆիքսել։ Պարոն Ղարոմյան, Ես դες կզանգարեմ ցույց կտամ։